Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, այսօր էլ կենդանի ենք եւ առողջ ենք եւ կարող ենք գալ Աստծո ոտքերի մոտ եւ սովորել։ Ինչպես գիտենք, Սաղմոսներն ենք ուսումնասիրում այս եռամսյակում եւ այսօր ուսումնասիրենք այնպիսի Սաղմոսներ, որոնք խոսում են Աստծո ներկայության մասին։ Եվ հիշելու համարն է Սաղմոս 84:2 Իմ անձը ցանկանում եւ փափագում է Տիրոջ սրահները, իմ սիրտը եւ իմ մարմինը ցնծությամբ աղաղակում են կենդանի Աստծո։ Երանի են մարդկանց, ովքեր իրոք այս մտքերով, այս զգացողություններով են գնում եկեղեցի, ովքեր իրոք ծարավ են Աստծո ներկայությանը, ովքեր իրոք ծարավ են լսելու Աստծո խոսքը եւ սովորելու, ովքեր որպես ուսանողներ, աշակերտներ են գնում, որպեսզի Աստծո խոսքը լսեն, այլ ոչ թե իրենց նախապաշարմունքները սրտում գնում են եւ հետո ոչինչ չվերցրած Աստծուց դուրս են գալի եկեղեցուց դատարկ սրտով, Աստծո օրհնությունը չստացած։ Ուրեմն, եթե մենք չունենք այս զգացողությունը, որ ուրախությամբ գնանք Աստծո տունը, դա մի ախտանիշ է, որ պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչու է այդպես։ Ուրեմն, մեր հավատքի մեջ ինչ-որ բան նորմալ չէ։ Եթե մենք ծարավ չենք Աստծո ներկայությանը, եթե մենք ծարավ չենք Աստծո ճշմարտությունը սովորելու եւ ընդունելու մեր սրտում, ուրեմն մեր հավատքը ծրված է։ Այսինքն պետք է մտածենք, արդյոք նպատակը ո՞րն է մեր գնալու եկեղեցի Տիրոջ ներկայության մեջ։ Ուրեմն Սաղմոս 84:1-4-ը ասում է. «Ինչքան սիրելի են քո բնակարանները ողջունությունների Տեր։ Իմ անձը ցանկանում եւ փափագում է Տիրոջ սրահները, իմ սիրտը եւ իմ մարմինը ցնծությամբ աղաղակում են կենդանի Աստծուն»։ Արդյոք այսպիսի զգացմունքներով մենք գնում ենք եկեղեցի։ Ծիծն էլ թուն կթավ եւ ծիծեռնակը բույն իր համար, որ իր ձագերին դնի նրա մեջ, այսինքն քո սողասեղանների մոտ ողջունությունների Տեր, թագավորին եւ Աստվածին։ Երանի քո տանը բնակվողների նրանք շարունակ պիտի օրհնեն քեզ։ Մենք տեսանք, որ Սաղմոս 2-ն ցանկանում եւ փափագում է սրբարանը դարձնել իր մշտական բնակության վայրը, որպեսզի հավիտյան Աստծո մոտ լինի։ Աստծո կենդանի ներկայությունը վայելի։ Այսինքն սա չի նշանակում, որ մարդը ուզում է ուղղակի այս Սաղմոսը գրել են Կորխի որդիները, որ ծառայում էին եկեղեցում եւ իրանք ուրախ սրտով էին ծառայում։ Բայց մյուս մարդկանց համար, ովքեր եկեղեցու ծառայող չեն, սա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ մենք ուրախ սպասում ենք, որ ամեն շաբաթ պետք է գնանք եկեղեցի եւ Աստծուն փառաբանենք։ Մենք անհամբերությամբ ենք սպասում այդ օրվան եւ ուրախանում ենք, երբ որ այն գալիս է, երբ որ պիտի գնանք եկեղեցի, շփվենք մեր հավատակիցների հետ եւ շփվենք ճշմարիտ Աստծո հետ։ Բայց ամենակարևորը նա է, թե ինչ սրտով ենք գնում։ Արդյոք անհամբերությամբ սպասել ենք այդ օրվան, թե ասում ենք, էլի այդ օրը եկավ եւ սովորաբար երիտասարդները չեն ուզում գնալ, որտեղ իրենց հետաքրքրությունները ուրիշ տեղ են եւ կարծես թե ստիպմամբ են գնում եւ ցավոք շատ մեծեր էլ կան, բայց մարդիկ էլ կան, որ գնում են եկեղեցի ոչ թե Աստծո խոսքը լսելու եւ ճշմարտությունը ընդունելու իրենց սրտի մեջ, այլ տարբեր նպատակներ կարող են լինել։ Բարձրանալու ուրիշների վրա,
կամ գնալու քո տեսակետը առաջ տանելու, այլ ոչ թե ճշմարտությունը սովորելու, գնալու եկեղեցի ոչ թե որպես ուսանող, այլ քո նախապաշարներով լեցուն, եւ երբ որ լսում ես եկեղեցու մի բան, որ համապատասխան չի քո նախապաշարումներին, որտեվ դասերից մեկում մենք ասենք, որ մարդիկ մանկությունից սկսած նախապաշարումներով են լցում, այսինքն սովորում են բաներ իրենց շրջապատից, եւ երբ որ Աստծո խոսքը լսում են եւ Աստծո խոսքը ցույց է տալիս, որ դա սխալ է, փոխարենը որոշեն եւ հրաժարվեն դրանցից, տխրությամբ հեռանում են եկեղեցուց, տխրելով, որ եկեղեցու այսքան ճշմարտությունը չի համընկնում իրենց նախապաշարումների հետ։ Երբ որ մենք գալուս ենք Աստծուց սովորելու, Աստծո ներկայության մեջ լինելու, մենք պիտի դատարկվենք մեր եսից, մեր մտածելակերպից, մենք պիտի ուսանողի սրտով մտնենք եկեղեցու դռներից ներս, որպեսզի սովորենք այն, ինչ որ ուզում է Աստված մեր ասել, այն նպատակով, որպեսզի իրագործենք մեր կյանքում, այլ ոչ թե ուղղակի այդ գիտելիքով ուրախանանք, փայլենք, չգիտեմ ինչ անենք, այդ գիտելիքը ցույց տալ մարդկանց ոչ, այլ իրագործենք պրակտիկայում։ Ուրեմն ինչի համար է Սաղմոս 2 գնում, որպեսզի Տիրոջ գեղեցիկ վայելչությունը տեսնի, որպեսզի լցվի, ասում է, քո տան սուրբ տաճարի բարիքներով։ Աստված, ես ամեն շաբաթ որդուս ասում եմ, Աստված քեզ համար օրհնություններ է պատրաստել, արի գնանք եկեղեցի եւ վերցնենք այդ օրհնությունները։ Ընդամենը այդ մի օրն է, որ մենք կարող ենք օգտագործել դա։ Եթե մենք բաց ենք թողնում, մենք բաց ենք թողում Աստծո օրհնությունները, ցավոք։ Որտեվ մենք բաց ենք թողում հնարավորությունը գնալ Աստծո ներկայության մեջ գտնվելու եւ իր ոտքերի մոտ սովորելու մեր քույրերից, եղբայրներից եւ եկեղեցում նաեւ մարդիկ շփվում են, այսինքն պիտի շփվեն, իհարկե, սիրուց դրդված, ոչ թե ետին մտքերով, ոչ թե վերևից կամ ներքևից կամ չգիտեմ, տարբեր աշխարհիկ ձևով, այլ հարգանքով ու սիրով միմյանց հանդեպ, որտեղ եկեղեցին դա մի փոքր մակետ է, որ ցույց է տալի, թե ինչպիսի հարաբերություններ պիտի լինեն նոր երկրում։ Եվ եթե եկեղեցուն չի իրագործվում այդ մակետը, այսինքն չկա այդ սերը, այդ ճշմարիտ փոխհարաբերությունները Աստծո խոսքի համաձայն, ցավոք օրինակ չի կարող լինել դրսի մարդկանց համար, թե ինչպես է լինելու դրախտային կյանքը։ Սաղմոսում անզուգական երջանկություն է ձեռք բերվում Աստծո հետ հարաբերությունների շնորհիվ, որը բաղկացած է նրան օրհնելուց, նրա մեջ զորություն գտնելուց եւ նրան վստահելուց։ Սրբարանը այն վայրն է, որտեղ նման հարաբերությունները զարգանում են երկրպագության եւ հավատակիցների ընկերակցության միջոցով։ Աստծո կենդանի ներկայությունը սրբարանում հավատացյալներին հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու Աստծո փառավոր արքայության մասին եւ զգալու հավերժական կյանքի բավականություն։ Այո, մենք տանը կարող ենք Սուրբ Հոգին ստանալ, բայց եկեղեցում այն առատորեն է թափվում, երբ որ աղոթում ենք միասին, երբ որ Աստծո խոսքն ենք ուսումնասիրում միասին, եւ Սուրբ Հոգին թափվում է առատությամբ, օրհնությունները թափվում են առատությամբ, եւ դա մեզ սարքում է հաղթող քրիստոնյա, այլ ոչ թե մի կերպ հոգևոր կյանքը քաշ տվող քրիստոնյա։ Հասկանանք տարբերությունը։ Նույն Սաղմոսի 5-ից
հաջորդ 12 համարները ասում են. Երանի այն մարդկանց, որոնց զորությունը քեզնից է, որոնց սրտերում դեպի քո տունը տանող ճանապարհներ կան, անցնելով արտասուքի ձորով, այն դարձնում են աղբյուրի նման, եւ աշնան անձրևը նրանց ծածկում է օրհնությամբ, նրանք զորությունից զորություն են գնում եւ Աստծուն երևում են նրա սրբարանի մեջ։ Ուրեմն քանի որ այն ժամանակ դեռ Քրիստոսը չէր ծնվել, որ այս Սաղմոսը գրվել է եւ Աստծո երկրպագության կենտրոնը գտնվում էր Երուսաղեմում, այնտեղ կառուցված տաճարում, երբ որ մարդ ընդունում էր իր սրտում ճշմարիտ Աստծուն, այլ ոչ թե կուռքերին եւ օտար հեթանոց չաստվածներին, այդ մարդիկ ստիպված էին ավտոմեքենա չկար, ստիպված էին ոտքով գնալ դեպի տաճար, որպեսզի այնտեղ օրհնություն ստանային, Աստծո խոսքը լսեին։ Եվ իհարկե այդ ճանապարհը դժվար էր, զորերի, սարերի միջով կարող է լինել դժվար ճանապարհ, նայած թե մարդը որտեղից էր գալիս, որքան հեռվից էր գալիս։ Եվ թվում է, թե այդ մարդը պետք է թուլանար ճանապարհին, բայց երբ որ մարդը անհամբերությամբ եւ սիրով եւ ուրախությամբ է ուզում գնում տաճար, ամեն քայլի հետ նա նոր ուժ է ստանում։ Աստված նրա ուժերը բազմապատկում է, որպեսզի նա կարողանա հասնել այն տեղը, որտեղ Աստծո ներկայությունն է։ Ուրեմն, երբ որ մարդիկ կան, որ մի քիչ էլ վատը զգան, ասեն չի այսօր վատ եմ զգում, եկեղեցի չեմ գնում։ Սովորաբար ես հատուկ հենց այդ ժամանակ էլ գնում եմ, որտեղ գիտեմ ես Աստծո օրհնություն եմ ստանալու, ուժ եմ ստանալու եւ բժշկվելու եմ Աստծո տանը։ Եվ այդպես է լինում է։ Աստծո կենթանի ներկայությունը սրբարանում հավատացյալներին հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու Աստծո փառավոր արքայության մասին եւ զգալու հավերժական կյանքի բավականությունը։ Նաեւ ուրեմն ուստի նրանք, ովքեր հավատով բնակվում են Աստծո հետ, ստանում են նրա շնորհը անկախ նրանից, թե որտեղ են գտնվում, որտեղ մարդ եւ որ եկեղեցում ստանում է օրհնությունները, դա ստանում է նրա համար, որպեսզի դուրս գալով եկեղեցուց ինքը օգտագործի այդ օրհնությունները եւ իր միջոցով շատերը օրհնվեն։ Եվ Սաղմոս 122:1-5 համարները ասում են, ես ուրախացա, երբ ինձ ասացին, Տիրոջ տուն գնանք։ Եվ այստեղ Սաղմոս 2-ն հիանում է Տիրոջ տաճարով, որտեղ Աստծո ներկայությունն է, եւ ասում է, այնտեղ են դրված դատաստանի աթոռները, Դավթի տան աթոռները, այսինքն դատ վարելու տեղը նույնպես Երուսաղեմում էր։ Եվ մարդիկ գնում էին այնտեղ ոչ միայն երկրպագելու Աստծուն, այլ նաեւ իրենց դատական գործերը լուսաբանելու եւ այդ խնդիրները լուծելու համար։ Եվ ասում է, թող խաղաղություն լինի քո մեջ, հանուն մեր Տեր Աստծո տան բարօրություն եմ ուզում քեզ։ Այսինքն մենք պիտի ուզենք մեր եկեղեցու բարօրությունը, մեր շրջապատի բարօրությունը եւ խաղաղության համար աղոթք անենք, եւ այդ առաջին այդ խաղաղությունը սկսում է մեր սրտից, մեր միջև։ Գիտեք, մենք շատ անգամ ասել ենք, որ եկեղեցին դա հոգևոր սնունդի վայր է։ Մարդիկ դրսում աշխատում են մնացած օրերի ժամանակ եւ տարբեր մասնագիտության մարդիկ, որտեղ մարդը ոչ միայն ֆիզիկական այլ նաեւ հոգևոր,
շաբաթը մի անգամ գնում են եկեղեցի, որպեսզի հոգևոր սնունդ ստանան։ Եվ այդ հոգևոր սնունդից ստանալուց է կախված նրանց հետագա մի շաբաթվա կյանքը, թե արդյոք ինչպես իրենք կծառայեն Աստծուն, ինչպես կծառայեն իրենց շրջապատին։ Երբ որ մարդը անկեղծ սրտով է գալիս եկեղեցի, անկեղծ սրտով ուսումնասիրում է եւ լսում է Աստծո խոսքը եւ ուզում է իրագործել իր կյանքում, կապ չունի, թե նա ինչ մասնագիտության տեր է, որտեղ է աշխատում, նա օրհնություն է դառնում մարդկանց համար։ Նրա միջոցով մարդիկ օրհնվում են։ Ուրեմն Աստծո տունը բոլորի համար, բայց կան մարդիկ, որոնք ինքնաբավ են եւ չեն զգում կարիք գնալու եւ հոգեվոր սնունդ ստանալու, որտեղ կարծում են, որ իրենք կատարյալ են, որ իրենք առանց հետ էլ լավն են, պրոբլեմ չունեն եւ կարիք չունեն հոգեվոր սնունդ ստանալու։ Եվ իհարկե սխալվում են։ Այսինքն զրկվում են Աստծո օրհնություններից եւ հետո շաբաթվա ընթացքում փոխարեն իրենց միջոցով մարդիկ օրհնվեն, հակառակն է ստացվում։ Կարող ենք մարդկանց ցավ պատճառել, իհարկե այն մարդիկ էլ որ գալիս են եկեղեցի, բայց ոչ թե նպատակով որ հոգևոր սնունդ ստանան, այլ որպեսզի ուրիշներին նայեն, քննադատեն կամ գայթակղվեն կամ չգիտեմ ինչ լինեն, ոչ թե ուսանողի ծարավ հոգով, ինչպես գրված է Սաղմոսներում, այլ նպատակներով, նրանք էլ դատարկաձեռն դուրս կգան եկեղեցուց, այսինքն առանց Աստծո օրհնությունները ստանալուց, որտեղ ծարավ սրտով մարդն է ստանում, այն մարդը, որ գիտի, որ ինքը միշտ աճելու տեղ ունի, միշտ հոգևոր սնունդը պիտի ստանա եւ աճի։ Այն քրիստոնյա, որ ասում է, ես արդեն հասա, նշանակում է ինքը արդեն ճահճի մեջ է խրվել։ Որովհետեւ հոգևոր աճմանը սահման չկա։ Ինչքան էլ մեկ աճենք, մեկ էլի աճելու տեղ ունենք։ Եվ եկեղեցին շատ մեծ դեր է կատարում դրա մեջ։ Ուրեմն մենք մեր եկեղեցու բարությունը ուզում ենք, արդյոք մենք աղոթում ենք խաղաղության համար, որ խաղաղություն տիրի մեր եկեղեցում եւ խաղաղություն տիրի դուրսը աշխարհում։ Եթե տարբեր մասնագիտության մարդիկ որ գալիս են, ցավոք բարձր ազգակազմում աշխատող մարդիկ շատերը չեն գալի եկեղեցի հոգևոր սնունդ ստանալու, որտեղ մեծամիտ են դառնում, բայց եթե այդ մարդիկ գային, այսօր պատերազմի պրոբլեմ չի լինի։ Մարդիկ Աստծուց կսովորեին, հոգևոր սնունդ կստանային եւ փոխարենը պատերազմներ սարքելու եւ երիտասարդ անձանց կյանքերը խլելու իրար բարիք կանեին, իրար կօգնեին։ Այդ ամեն ինչը սկսում է եկեղեցուց։ Եթե մարդ ծարավ է զգում հոգևոր սնունդի, եթե ինքը այդ հոգևոր սնունդը անկեղծ սրտով ստանում է եւ օրհնություն է լինում շրջապատի համար, ինչքան շատ մարդիկ նման հասարակության մեջ ապրեն, այնքան ավելի օրհնության աղբյուր կլինի։ Ինչքան քիչ մարդիկ լինեն, այնքան ավելի պակաս կլինի օրհնությունը այդտեղից, այդ հասարակության մեջ։ Դրա համար ցավոք այսօր մարդիկ հեռացած են Աստծուց բազմաթիվ պատճառներով, չեն ուզում ճշմարիտ Աստծուն երկրպագել, իրանք իրանց խելքով աստվածներ են ստեղծել, տարբեր ադատներ կրոնական, եւ դրանց հետևելով կարծում են, որ իրանք Աստծուն են հետևում։ Կան նաեւ հեթանոսներ, տարբեր, այսինքն մարդիկ, ովքեր ճիշտ չեն ճանաչում Աստծուն, կամ ճշմարիտ Աստծուն չեն ճանաչում։ Եվ դրա համար այսօր այսքան ցավալի վիճակ է աշխարհում։ Այսքան պատերազմներ, այսքան սպանություններ ու ցավեր, որտեղ մարդիկ արհամարհում են Աստծո խոսքը, որտեղ մարդիկ ծարավ չունեն Աստծո տունը գնալու եւ Աստծուց սովորելու, որտեղ մարդկանց մտքերը ուրիշ տեղ են, որտեղ մարդկանց սրտերը հեռացած են Աստծուց։ Դրա համար էլ այսօր
քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, այսինքն այն մարդիկ, ովքեր որոշում են երկրի ճակատագիրը կամ քաղաքի ճակատագիրը, Աստծուց հեռացած են եւ դրա համար էլ այդքան պախարակվում է քաղաքականություն բառը, որտեղ մարդիկ, ովքեր զբաղվում են օրենքներ ստեղծելով, փոխանակ զբաղվեն դա մարդի բարօրություն մարդկանց, ցավոք անեն դա իջարություն մարդկանց, որովհետև Աստծուց հեռացած են եւ չեն ուզում Աստծո տուն գնալ, Աստծո խոսքը լսել, եթե գնան էլ ուղղակի ինքնաբարձրացման համար են գնում եւ սրանում է կայանում ամբողջ ողբերգությունը։ Ողբերգությունը հենց սում է դրանից, երբ որ մարդը ինքնաբավ է եւ ասում է ես էլ աճելու տեղ չունեմ, ես լրիվ աճած եմ, որպես հոգեվոր էակ։ Իսկ հոգեվորն ու ֆիզիկական ինչպես շատ են նշել, շատ կապված են իրար հետ։ Մյուս Սաղմոսը, որ կարդանք Սաղմոս 87, 1-2 համարները, նրա հիմքերը սուրբ սարերի վրա են, Տերը սիրում է Սիոնի դռներն ավելի, քան Հակոբի բնակարանները, փառավոր բաներ են պատմում քո մասին ով Աստծո քաղաք, այսինքն քանի որ Աստծո ներկայությունը այդտեղ էր եւ այն ժամանակվա լույսի կենտրոնը, լույսի, այսինքն ճշմարիտ Աստծո լույսի կենտրոնը այնտեղ էր, Աստված սիրում էր բնակվել այդտեղ, բայց ցավոք հետո այդ ամեն ինչը քանդվեց, մարդիկ չուզեցան ենթարկվել Աստծուն, ինչպես այսօր բերանով էին Աստծուն մոտիկանում, բայց իրենց սրտերը հեռու էր Աստծուց, ինչպես Եսայիան է գրում, եւ մենք գիտենք ինչեր տեղ ունեցավ, Հիսուսին խաչեցին, եւ միայն Հիսուսի հարությունից հետո, քրիստոնեական եկեղեցի ստեղծելուց հետո, Աստծո մտադրությունը իրագործվեց աշխարհում, որտեղ Աստծո մտադրությունն էր, որ Երուսաղեմ միջոցով լույսը տարածվեր ողջ աշխարհում, մարդիկ ճանաչեին ճշմարիտ Աստծուն, բայց ցավոք հակառակը տեղի ունեցավ։ Մարդիկ գայթակղվեցին այդ չար գործերից եւ չուզեցան ընդունել ճշմարիտ Աստծուն, քանի որ ճշմարիտ Աստված չէր ներկայացվում։ Բայց հիմա փառք Աստծո կան քրիստոնյաներ, որ ներկայացնում են ճշմարիտ Աստծուն, ամեն երկրում կան քրիստոնեական եկեղեցիներ եւ մարդիկ կարող են սիրով հաճախել եւ սովորել Աստծո ճշմարտությունները, կապ չունի ինչ մասնագիտության մարդիկ են, ինչ են անում, որտեղ են ապրում, քրիստոնեական եկեղեցիների դռները բաց են բոլորի համար, բայց շատ կարևոր է, թե ինչ նպատակներով մենք մտնում ենք եկեղեցին սովորելու Աստծուց, թե մի այլ ուրիշ ցածր նպատակներով։ Ուրեմն 8-րդ Սաղմոսն օրհներք է, որը փառաբանում է Աստծո ներկայության վայրը, որպես Աստծո կողմից հատուկ ընտրված։ Ուրեմն ճշմարտությունը պետք է ապրեր այնտեղ եւ ազգերը պետք է հոսեին այնտեղ, բայց ցավոք մենք գիտենք, որ սինագոգներում պատեր էին բարձրացրել, առանձնության պատեր, հրեաները առանձին տեղ էին հավաքվում, ուրիշ ազգերը առանձին, կարծում էին, որ ավելի բարձր են, քան թե նրանք։ Ցավոք այսօրվա եկեղեցիներում էլ կան նման բաներ, երբ որ դրսից մարդ է մտնում, ճիշտ է, ֆիզիկական պատեր չկա, ոնց որ սինագոգներում, բայց հոգևոր պատեր կա։ Ես բարձր եմ, դու ցածր ես։ Ուրեմն Աստված դա, որ մենք չհետևենք հին հրեաների օրինակին եւ պատերը քանդեն մեր միջև եւ այլ մարդկանց միջև, ովքեր ծարավ սրտով գալիս են եկեղեցի,
որպեսզի ճշմարտությունը լսեն, իմանան եւ իրագործեն իրենց կյանքում։ Սաղմոս 46:1-7 Աստված ապավեն եւ զորություն է մեզ համար։ Նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ։ Նրա համար էլ չենք վախենա, թե կուզեւ երկիրը ցնցվի եւ լեռները գցվեն ծովի մեջտեղը, թող գոռան եւ եռան նրա ջրերը, նրանց արեկոծությունից թող դողդողան լեռները։ Բայց Աստծո մոտ կա գետակ, որը հոսում է եւ բժշկում է մեզ, հոգեպես եւ ֆիզիկապես։ Այսինքն, ինչքան էլ դժվարության մեջ ենք մենք գտնվում, ինչքան էլ դժվարությունների մեջ ենք, այսօր աշխարհում հեշտ չի աշխարհում բնակվել։ Շատ դժվարություններ եւ ողբերգություններ են կատարվում այսօր աշխարհում, մենք պատճառ արդեն ասել ենք ինչու՞ն է։ Անիրավ մարդկանց, անիրավ գործերի պատճառով, որոնք փոխարենը հոգան եւ սեր սփռեն ուրիշների հանդեպ, շահագործում են եւ ստորացնում են մյուսներին, բայց եթե մարդիկ դժվարությունների միջով անցնելուց հույսը դնեն Աստծո վրա, Աստված խոստումներ ունի, որ ջրի միջով էլ գնանք, կրակի միջով էլ անցնենք, Աստված մեր ձեռքը բռնած կանցկացնի եւ մեզ այդ բոլոր դժվարությունների մեջից կհանի։ Այսինքն, Աստված ոչ թե մենք պանիկայի մեջ կանցնենք այդ դժվարությունների միջոցով, այլ խաղաղությունը մեր սրտում, որտեղ գիտենք, ում ձեռքն ենք մենք բռնել այդ դժվարությունների մեջ, ինչպես փոքր երեխան իր ծնողի ձեռքն է բռնում եւ էլ չի վախենում։ Կարդանք մնացած համարները 46 Սաղմոսի։ Ասում է եկեք եւ տեսեք Տիրոջ գործերը, որ ավերներ է անում երկրի վրա, որ մինչև երկրի ծայրերը դադարեցնում է պատերազմները, փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները եւ կառքերն այրում կրակով։ Հանդարտ մնացեք եւ ճանաչեք, որ ես եմ Աստվածը, ես եմ իշխում ազգերի վրա, ես եմ տիրում երկրի վրա։ Զորությունների Տերը մեզ հետ է, Հակոբի Աստված ապաստան է մեզ համար։ Այսինքն, եթե մենք վստահ ենք Աստծուն, Աստված հնարավորություն կունենա դրսևորել իր զորությունը մեր կյանքի մեջ։ Եվ ուրիշները կտեսնեն, թե ինչպես է Աստված ազատում մեզ մեր դժվարություններից իր զորությունով եւ փոխում իրադրությունը մեր կյանքում։ Նա պատերազմներն է հանդարտեցնում, փոթորիկներն է հանդարտեցնում, եթե մենք լսենք նրա ձայնին, բայց քանի որ աշխարհը այսօր չի լսում նրա ձայնին, արյունով հեղեղված է, շահել երիտասարդ մարդկանց արյունով, որի վրա ուրախանում է միայն սատանան։ Աստված երբեք չի ուրախանում պատերազմների վրա, Աստված ուզում է միշտ կանգնեցնել պատերազմները եւ դրա համար ասում է. հանդարտ մնացեք եւ ճանաչեք, որ ես եմ Աստվածը, ես եմ իշխում ազգերի վրա, ես եմ տիրում երկրի վրա, մի արեք դա։ Բայց ցավոք մարդիկ չեն ուզում լսել Աստծուն, շարունակում են իրենց չար ճանապարհներով գնալ եւ նույնիսկ շատ անգամ Աստծո անունով են դա անում եւ այսքան ողբերգություններ են ստեղծում այս աշխարհի վրա։ Վերջում կարդանք Սաղմոս 125 1-2 համարները, առաջին եւ երկրորդ համարները 125։ Աստված ապավեն եւ զորությունն է մեզ համար։ Գներեք։ Տիրոջ վրա հույս դնողները Սիոն սարի պես են, որը չի սասանվում եւ մնում է հավիտյան։ Ինչպես Երուսաղեմի 4 կողմը սարեր կան, այնպես էլ Տերն իր ժողովրդի 4 կողմն է այսուհետև մինչև հավիտյան, որտեղ ամբարիշների գավազանը չի մնալու արդարների վիճակի վրա,
որպեսզի արդարնեն իրենց ձեռքերը չձգեն անօրության։ Տեր, բարի գործիր նրանց համար, որոնք բարի են եւ իրենց սրտերով ուղիղ։ Բայց նրանք, որ իրենց սուրճ ճանապարհի մեջ են շեղում, Տերը կորստյան կմատնի անօրություն գործողների հետ, թող խաղաղություն լինի Իսրայելին, այսինքն Աստծո ժողովրդին։ Ոչ թե ֆիզիկական Իսրայելն, այն ժամանակ իհարկե ֆիզիկական Իսրայելն էր, բայց այսօրվա վրա որ փոխենք, խոսքը գնում է Աստծո քրիստոնեական եկեղեցու մասին, համաշխարհային քրիստոնեական եկեղեցու մասին։ Եվ ասում է, եթե մենք վստահում ենք Աստծուն, ինչպես սարերով շրջապատված տեղը ապահով է, այնպես էլ այդ մարդիկ են ապահով։ Աստված ասեց սար է մեզ համար, պաշտպանող սար։ Ես 3 տարի ապրեցի մի տեղ սարերում, որտեղ այդ մասը, որտեղ տներ էին, ամբողջ սարերով է շրջապատված, կանաչ կաղնիներով պատված սարերով եւ կոչվում էր Կաղնոտ թարգմանությունից այդ քաղաքը, Օքրս։ Եվ ամեն անգամ, երբ որ ես քայլում էի, ես հիշում էի այս համարները։ Երբ որ որտեղ այդ սարերը, որ շրջապատում են բարձր կանաչ սիրուն, քեզ պաշտպանվածության զգացմունք են տալի։ Եվ հիշեցնում են քեզ Աստծո մասին, որ Աստված այստեղ ասում է, ես սարի պես կանած եմ քո մեջքին, ես կպաշտպանեմ քեզ, եթե միայն դու թույլ տաս, եթե միայն դու լսես ինձ։ Շատ մարդիկ այսօր այս աշխարհում ալեկոծված են ապրում, կարծես փոթորիկի մեջ, հենց այդ պատճառով, որ չեն կարողանում վստահել Աստծուն եւ չեն կարողանում ընդունել Աստծո պաշտպանությունը իրենց կյանքում, ցավոք։ Աստծո զավակները կարող են հուսահատվել ամբարիշների հաջողություններից եւ գայթակղվել հետևելու նրանց ճանապարհներին։ Այո, Աստված ազատություն է տվել եւ մարդիկ կան, որ չար ձևով են օգտագործում այդ ազատությունը եւ չարություն են ընտրում անելու։ Սակայն Տերն արդար է եւ դատելու է այն մարդկանց, որոնք շարունակում են հարատևել իր դեմ ապստամբության մեջ, չզղջացող մեղավորների հետ միասին։ Ահա Աստծո ժողովրդին ուղղված կոչը անսասան մնալ հավատի մեջ եւ վստահել Տիրոջը, չնայած մեր շրջապատող բոլոր այդ դժվարություններին։ Նույնիսկ երբ մենք շատ բան չենք հասկանում, միևնույն է կարող ենք վստահել Աստծո բարությանը։ Ինչպես գրում է Էլեն Ուայթը Քայլեր դեպի Քրիստոս գրքում H 134-136, մեղքի մուտքը աշխարհ, Քրիստոսի մարմնավորումը, հարության երևույթը, դրստին ծնունդը եւ Աստվածաշնչում ներկայացված այլ թեմաներ չափազանց խոր գաղտնիքներ են, որոնք մարդկային միտքը չի կարող բացատրել կամ լիովին ըմբռնել։ Այն, որ մենք չենք կարողանում հասկանալ նրա նախախնամության գաղտնիքները, ամենուրեք հրաշքներ են մեր գիտելիքներից վեր, ուրեմն պետք է արդյոք զարմանալ, որ հոգևոր աշխարհում նույնպես կան մեզ համար անբացատրելի գաղտնիքներ։ Խնդիրը միայն մարդկային մտքի թուլության եւ սահմանափակության մեջ է։ Սուրբ գրքում Աստված մեզ բավականաչափ վկայություններ է տվել իր աստվածային բնավորության մասին, եւ մենք չպետք է կասկածենք նրա խոսքին միայն այն պատճառով, որ չենք կարողանում ըմբռնել նրա նախախնամության բոլոր գաղտնիքները։ Եվ վերջում կարդանք մեծ պայքարից, այնտեղ, որտեղ նկարագրվում է նոր կյանքը, որ լինելու է Քրիստոսի երկրորդ գալուստից հետո։ Այնտեղ անմահ բանականություն անմար հրճվանքով պիտի խորհի արարչագործ զորության հրաշքների և փրկարար սիրո գաղտնիքների մասին։ Այնտեղ չի լինի դաժան ունենք թշնամի, որ դրդի մոռանալ Աստծուն, այսինքն սատանան էլ չի լինելու, սատանան ոչնչացված է լինելու։ Ամեն մի ունակություն կզարգանա, կաճի ամեն մի շնորհը, գիտելիքների ձեռքբերումը չի հոգնեցնի միտքը կամ սպառի ուժերը,
Այնտեղ հնարավոր կլինի իրականացնել ամենախոշոր ձեռնարկումները, հասնել ամենաբարձր նպատակներին, իրագործել մեծագույն ձգտումները և այդուհանդերձ կհայտնվեն նոր բարձունքներ, որ պիտի հաղթահարվեն, նոր հրաշքներ, որ կհիացնեն բոլորին նոր ճշմարտություններ հասկանալու համար, նոր նպատակներ, որ կպահանջեն մտքի, հոգու և մարմնի ուժերը։ Ուրեմն այն մարդիկ, ովքեր պատկերացնում են դրախտը, նոր երկիրը որպես պարապության վայր, բոլորովին սխալվում են, որովհետև հիմա մեղքը խանգարում է մարդկանց տաղանդների և ունակությունների լիովին զարգացմանը, բայց այն ժամանակ, երբ որ արդեն մեղքի անեծքը չի լինի, արդեն ազատ կզարգանան բոլոր ունակությունների և տաղանդները մարդկանց, նոր պրոյեկտներ կկազմվեն, կիրագործվեն, իհարկե լիովին բարի նպատակներ, որտեղ արդեն չարը չի լինի։ Եվ նաև կլինեն գիտելիքներ մարդիկ կստանան, այսինքն այնտեղ գնում են մարդիկ, ովքեր ոչ թե ինքնաբավ են, ասում են մենք արդեն ամեն ինչ գիտենք, ամեն ինչի հասանք, այլ մարդիկ, ովքեր գիտեն, որ իրենք անընդհատ աճելու տեղում են, թե իրենց հոգևոր ունակությունները, թե ֆիզիկական ունակությունները։ Ուրեմն այս երգերը կարող են երգել բոլոր սերունդների հավատացյալները, որոնք փափագում են ապրել նոր երկրում։ Այս երգերը քաջալերում են, որ հույսով ակնկալենք ապագա աշխարհը, բայց նրանք նաև պարտավորեցնում են Աստծո շնորհի գործակալները լինելու ներկա աշխարհում, ոչ թե սատանայի, այլ Աստծո շնորհի։ Թող Աստված օրհնի մեզ, որ այս խոսքերը մեզ ուժ տան, մնան մեր մտքում, որ ամեն դժվարության մեջ մենք փնտրենք Աստծուն և երբ որ Աստծո շնորհքը ստանում ենք, օգտագործենք այն ուրիշներին օրհնելու համար։ Եվ եկեղեցի գնանք ծարավ սրտով, Աստծո վայելչությունը տեսնելու, Աստծո գեղեցկությունը տեսնելու, այլ ոչ թե մեր կարծեցյալ գեղեցկությունը ներկայացնելու ուրիշներին, այլ Աստծուն փառավորելու և իր գեղեցկությունը տեսնելու և իրենից օրհնություններ ստանալու և հետո դուրս գալուց հետո օրհնությունները բաժանելու մարդկանց, թե հոգևոր, այսինքն առաջինը հոգևոր օրհնություն, և երբ որ մենք հոգևոր օրհնությունը ստանում ենք, երբ որ հոգևոր աճում ենք, հոգևոր սնունդ ենք ստանում, այն ժամանակ պատրաստ ենք լինում նաև ֆիզիկական օրհնությունները կիսելու մյուս մարդկանց հետ։ Թող Աստված մեզ օրհնի, որպեսզի իր անունը փառավորող զավակներ լինենք այս շաբաթ և ամեն օր գոնե մեկ մարդու օրհնենք մեր կյանքում, թե ֆիզիկապես, թե հոգևորապես։ Թող Աստծո ներկայությունը լինի մեր հետ ամբողջ այս շաբաթվա մեջ, Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։